Շարունակենք լույսի և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում շարքը։ Մենք ընդհանուր խոսեցինք լույսի բնույթին վերաբերվող գիտական զարգացումների մասին, թեթև ակնարկեցինք, թե ինչպես գիտությունը եկավ քվանտային տեսության և ինչ կիրառություններ սկզբունքորեն կամ ինչ հնարավորություններ է մեզ ընձեռում քվանտային գիտությունը, ինչ տեխնոլոգիական զարգացումների դա կարող է բերել։ Հիմա մի քիչ շեղվենք հիմնական թեմայից։ Մենք խոսեցինք, որ դասական այսօր ընդունված մոտեցումներով մենք կարող ենք քվանտային տեխնոլոգիաները տարանջատել մի քանի բաղադրիչների, քվանտային հաշվարկներ, քվանտային հեռահաղորդակցություն, քվանտային տվիչներ և քվանտային սիմուլյացիաներ կամ մոդելավորում, բայց պետք է հասկանալ, որ բոլոր այդ բաղադրիչների հիմքում վերջին հաշվով կան որոշ օպտիկական եղանակներ, քվանտային օպտիկական եղանակներ, որոնք նույնպես քվանտային գիտության մաս են կազմում ավելի ընդհանրացված իմաստով։ Դրանցից մեկը լազերներն են, լազերային ֆիզիկան, այսինքն կարելի է ասել, որ քվանտային գիտության զարգացումը մեծապես պայմանավորված է ոչ տրիվիալ լույսի աղբյուրների մշակման և կիրառման վրա։ Սկզբից մի հատ հասկանանք, թե ինչ բան է դասական լույսի աղբյուրը։ Ինչպես հիշում եք, քվանտային երևույթները, երբ որ մենք փորձեցինք տարանջատել կամ առանձնահատկությունները հասկանալ ինչով են դրանք տարբերվում դասականից, մենք ասացինք, որ քվանտային մասնիկները ունեն ընդհատ էներգիական վիճակներ և քվանտային օբյեկտը կարող է գտնվել այդ վիճակներից ինչ-որ մեկում։ Փորձենք հասկանալ, ինչպես մենք կարող ենք աշխատել այդ քվանտային վիճակների հետ։ Ինչպես գիտեք, նյութը ունենում է տարբեր ձևեր, դա պինդ մարմինն է, հեղուկն է, գազերն են, իոնիզացված նյութը, պլազման, կան նաև այլ ավելի յուրահատուկ ձևեր, բայց այստեղ մի հատ ընդհանուր նկատառում, թե հոծ մարմինը, պինդ մարմինը, թե գազերը, թե հեղուկները վերջին հաշվով բաղկացած են միկրոմասնիկներից։ Հիմա էական տարբերությունը, օրինակ գազերի, հատկապես նոսր գազերի և պինդ մարմինների կայանում է նրանում, որ գազերում այդ մասնիկները անկախ են, առանձին են, իրանք իրար հետ փաստորեն փոխազդեցությունը չնչին է։ Եթե մենք ունենք օրինակ երկու ատոմ ինչ-որ հեռավորության վրա, այդ ատոմները իրար հետ չեն փոխազդում, քանի որ ատոմային դաշտը պարփակված է շատ փոքր տարածական գոտում։ Ատոմները կարող են փոխազդել միայն երբ որ նրանք բախվում են, այդ դեպքում էներգիական վիճակներն են շեղվում, տրովում, ճեղքվում եւ այլն, բայց եթե նրանք իրարից հեռու են, ատոմներից բաղկացած միջավայրը դրսևորում է իրան նույն ձևի, ոնց որ առանձին ատոմը։ Դա շատ կարևոր ու էական դիտարկում է, որը թույլ է տալիս նույնիսկ չխորանալով, այսինքն եղանակների մեջ ինչպես կարելի է առանձնացնել առանձին մասնիկներ, նույնիսկ համեմատաբար պարզ մատչելի օրինակ ենթադրենք, այս նույն օդը, որ մենք շնչում ենք, եթե մենք դա պարփակենք ինչ-որ մի սրվակի մեջ, կարելի է ասել, որ մենք կունենանք գազային միջավայր, որը պետք է դրսևորի այդ ընդհատ կառուցվածքային, էներգիական կառուցվածքային հատկությունները։ Այստեղ մի քիչ վերապահումներով, քանի որ իրականում օդը, որով մենք շնչում ենք, մթնոլորտի օդը, ճնշումը բավականին բարձր է և փոխազդող մասնիկների մասնաբաժինը շատ մեծ է։ Սովորաբար մոդելային ատոմային օբյեկտներ որպես օգտագործում են նոսր գազերը, այսինքն երևի լսել եք իդեալական գազ հասկացությունը, դա այն գազն է, որի մասնիկները իրար հետ չեն փոխազդում։ Կարելի է ասել, որ իդեալական գազը որպես մակրոսկոպիկ օբյեկտ դրսևորում է իրեն նույն ձևի, ինչպես գազը բաղադրող առանձին մասնիկները։ Սա ուրեմն ընդհանուր մի դիտարկում, մենք ինչքան անցնում ենք ավելի խիտ միջավայրի, այսինքն գազը սեղմելով մենք կստանանք հեղուկ, հետո կստանանք պինդ մարմին, հետո բյուրեղային կառուցվածք եւ այլն, ինչքան մենք գնում ենք նյութի խտացման, այնքան մեծանում է մասնիկների փոխազդեցությունը
եւ մենք աստիճանաբար անցնում ենք փաստորեն կվանտային ընդհատ էներգիական մակարդակներից ավելի բարդ էներգիական մակարդակների, որի մասին հետագայում մենք կարող ենք մի քիչ ավելի մանրամասն խոսել։ Հիմա նորից վերադառնանք լույսին։ Դիցուք մենք ունենք ատոմական համակարգ, որի մասին ես ասացի, որը օրինակ կարելի է ստանալ նոսր գազում։ Դա նշանակում է, որ մենք ունենք ընդհատ էներգիական մակարդակներ։ Կա Այնշտայնի տեսությունը, ֆենոմենոլոգիական տեսությունը լույսի եւ կվանտային օբյեկտների փոխազդեցության վերաբերյալ, որը տարանջատում է 3 առանձին տարրական պրոցեսներ լույսի եւ նյութի կամ ատոմի օրինակ փոխազդեցության։ Տեսեք, վերցնենք պարզության համար երկմակարդակ համակարգ, մոռանանք, որ կան նաեւ այլ ընդհատ մակարդակներ։ Վերցնենք առաջի երկուսը։ Եթե մասնիկը գտնվում է վերին գրգռված, այսպես կոչված վիճակում, ապա ինքը շուտ թե ուշ, չնայած երկուսն էլ թույլատրված վիճակներ են, բայց հիմնական վիճակում կյանքի տևողությունը կարելի ասել արտաքին ազդեցությունների դեպքում անվերջ է, բայց գրգռված վիճակում իրեն ավելի նպաստավոր է ատոմի համար իջնել այն հիմնական վիճակ, որը ամենաէներգիական տեսակետից ամենաձեռնտուն է ատոմի համար։ Այսինքն շուտ թե ուշ մենք կունենանք ինքնաբերաբար անցում վերևի մակարդակից դեպի ներքևի մակարդակ։ Դա կոչվում է սպոնտան կամ ինքնաբերական անցում։ Ինչի է սա սպոնտան։ Միջին հաշվով մենք կարող ենք ասել, որ այդ երևույթը կարող է տեղի ունենալ օրինակ ատոմների դեպքում, ռեալ ատոմների դեպքում նանովարկյանների կամ տասնյակ նանովարկյանների ընթացքում, նանովարկյանը դա վարկյանի 1 միլիարդ մասն է, այսինքն միջինում ատոմը գրգռված վիճակում ապրում է մոտավորապես 10 միլիարդ մաս վարկյանի, որից հետո ինքը անցում է կատարում դեպի ներքևի հիմնական մակարդակ։ Սա ուրեմն սպոնտան անցումն է։ Եթե մասնիկը գտնվում է ներքևի մակարդակում, ինքնաբերաբար ինքը չի կարող բարձրանալ վերին մակարդակ էներգիայի պահպանման օրենքից ելնելով։ Այսինքն, որպեսզի մենք հակառակ process-ը իրականացնենք, այսինքն մասնիկը անցնի հիմնական վիճակից դեպի գրգռված վիճակ, ինքը պետք է արտաքին էներգիա ստանա։ Ինչպես ասացինք, էներգիական վիճակների միջև անցումներ մենք կարող ենք կազմակերպել, եթե ազդենք այս մասնիկի վրա լուսային քվանտով, ֆոտոնով։ Ֆոտոնը դա տարրական լուսային մասնիկն է, որը, ինչպես ասացինք, ունի երկակի բնույթ, ինքը լինելով մասնիկ կամ քվանտ, ինքը իր մեջ ունի նաև ալիքային հատկություններ, այսինքն ալիքային հատկությունը դա նա է, ինչը իր էներգիան է, այսինքն եթե ինքը ավելի մեծ հաճախությամբ ալիքով ֆոտոնը ավելի մեծ էներգիա ունի, ավելի փոքր հաճախությամբ ալիքով ֆոտոնը ավելի փոքր էներգիա ունի։ Ընտրելով այն էներգիայով ֆոտոնը, որը համապատասխանում է այս երկու էներգիական մակարդակների տարբերության, մենք կարող ենք ստիպողաբար տեղափոխել ատոմը հիմնական վիճակից դեպի գրգռված վիճակ, առաջին վերին մակարդակ։ Սա կոչվում է ստիմուլացված կամ հարուցված կլանում կամ պարզապես կլանում, չհարուցված կլանում, ինչպես հասկացանք, չկա, այսինքն պետք է լինի արտաքին ազդակ, գործոն, որը էներգիա փոխանցելով կտեղափոխի մասնիկը ստորին մակարդակից դեպի վերին մակարդակ։ Սա ուրեմն երկրորդ տարրական process-ն է, եւ երրորդ տարրական process-ը հետեւյալն է, կրկին, եթե ատոմը գտնվում է օրինակ գրգռված վիճակում, մինչև այն ժամանակ, երբ որ ինքը ինքնաբերաբար կիջնի ներքև, եթե մենք ազդենք ատոմի վրա այլ, այսինքն կողմնակի ազդակով լույսով, լույսը կարող է եւ կրկին նույն հաճախությամբ լույսի մասին է խոսքը, որը համապատասխանում է այս երկու մակարդակների տարբերության, այս
ատոմի վրա ընկած լույսի ֆոտոնը կարող է հարուցել անցում վերևից ներքև եւ սա ամենահետաքրքիր երևույթն է, այս երրորդ տարրական երևույթը ընկած է հենց լազերային ֆիզիկայի հիմքում։ Այսինքն ինչ ենք մենք ունենում։ Սկզբից մենք ունենք մի ֆոտոն եւ ատոմ գրգռված վիճակում, այս ֆոտոնը ազդելով ատոմի վրա հարուցում է անցում վերին մակարդակից ստորին մակարդակ, որի ընթացքում առաջանում է կրկին ֆոտոն եւ պարզվում է, որ այս նոր առաջացած ֆոտոնը բացարձակապես կլոնավորում է ատոմի վրա ընկած ֆոտոնին, այսինքն ունի լրիվ նույն հաճախությունը, ունի լրիվ նույն այսպես կոչված բևեռացումը եւ այլն։ Այսինքն մենք ունենում ենք ֆոտոնի կրկնապատկում։ Պատկերացրեք, եթե մենք ունենանք լույսը շարունակի տարածվել, շարունակի փոխազդել համակարգի այլ ատոմների հետ, մենք կունենանք այդ նույն ուղղությամբ տարածվող ֆոտոնների հեղեղ, այսինքն մեկ ֆոտոնը հարուցում է այս process-ի ընթացքում երկու ֆոտոն, մեկը ինքն է մնում, մյուսը ճառագայթվածը, լրիվ նույն հատկություններով, հետագայում տարածվելով միջավայրով մենք կունենանք լույսի ուժեղացում։ Սա լազերային ֆիզիկայի հիմքն է։ Հիմա մի փոքր փորձենք հասկանալ, իսկ ինչով է տարբերվում այդ լույսը, որի մասին մենք խոսեցինք, այդ երրորդ տարրային process, տարրական process-ով առաջացած լույսը, օրինակ սպոնտան ճառագայթումից։ Սպոնտան ճառագայթումը, ինչպես հիշում եք, դա ինքնաբերաբար կատարված անցումն է վերևի մակարդակից ներքև։ Դրա օրինակներ են արեգակի լույսը, դրա օրինակներ են շիկացման լամպերի լույսը եւ կրակը եւ այլն։ Ի տարբերություն սպոնտան լույսի, այն լույսը, որի մասին մենք խոսում էինք, որը աստիճանաբար տարածվելով միջավայրով ուժեղանում է շնորհիվ ստիպողական անցումների, ստիպողական ճառագայթման, ունի էապես տարբեր բնութագրեր։ Եթե սպոնտան լույսը կարող է ունենալ ամենատարբեր անկյունով տարածում, սկզբունքորեն կարող է ունենալ կախված էներգիական վիճակներից, եթե բարդ միջավայր ունենք, տարբեր ալիքի երկարություններ, տարբեր բևեռացում եւ այլն, ապա ստիպողական process-ներով, քվանտային process-ներով առաջացած լույսը ունի լրիվ այլ բնութագրեր, ունի ուղղորդվածություն, ունի միևնույն բոլոր լուսային մասնիկների, քվանտերի իդենտիկ հատկություններ, ներառյալ բևեռացումը, հաճախությունը եւ այլն, եւ դա այսպես կոչված կոհերենտ ճառագայթման, ինչ է նշանակում կոհերենտ, դա տարածության եւ ժամանակի մեջ համահունչ տեղի ունեցող process-ներն են, այսինքն այդ արդյունքում առաջացած այդ լուսային հոսքը բաղկացած է իդենտիկ հատկություններով ֆոտոններից։ Մեզ մնաց մի քայլ, որ մենք արդեն կարողանանք այդ երևույթից ունենալ լազերային ճառագայթում։ Այսինքն մենք ցույց տվեցինք, որ նման միջավայրում մենք կարող ենք ունենալ լույսի ուժեղացում, պահպանելով ֆոտոնների իդենտիկ հատկությունները, բայց ուժեղացումից դեպի գեներացում, այսինքն 0-ից ճառագայթում, մեզ պետք է, ինչպես դա հայտնի է նաև ռադիոտեխնիկայից, մեզ պետք է կազմակերպել հետադարձ կապ։ Այսինքն, եթե մենք ունենք ուժեղացնող միջավայր եւ ունենք ինչ-որ ռեզոնատոր, որը նաև ռադիոտիրույթում է նույն մոտեցումը կիրառվում, մենք պետք է ստեղծենք ռեզոնատոր, որը մասամբ ճառագայթված ալիքը հետ է բերում նորից միջավայր, ստեղծելով դրական հետադարձ կապ։ Ռեզոնատորի դերը օպտիկայում կատարում են հայելիները։ Այսինքն, եթե մենք ընդհանրապես այդ ուժեղացնող միջավայրի շուրջ տեղադրենք երկու հայելի, մեկը ունի 100% անդրադարձում, իսկ մյուսը ունի մի փոքր ավելի ցածր անդրադարձման գործակից, ապա մենք կունենանք ուղղորդված ճառագայթում։ Դա լազերն է։ Այստեղ մենք մոռացանք խոսել մի կարևոր բանի մասին, որը թերմոդինամիկական հավասարակշռությունն է։ Տեսեք, շատ լավ
գաղափարը հասկանալի է, պարզ է, բայց իրականացնելը այդքան հեշտ չի։ Պատճառը որն է։ Երբ որ մենք խոսում ենք ընդհատ մակարդակների մասին, իդեպ դա վերաբերում է նաև ընդհանրապես, օրինակ, կինետիկ էներգիան պոտենցիալ էներգիան գրավիտացիոն դաշտում։ Այսինքն, եթե մենք ունենք մի քանի ընդհատ էներգիական մակարդակ, ամենանպաստելի վիճակը էներգիական դա ստորին վիճակն է։ Եթե մենք բարձրացնենք օրինակ այդ միջավայրի ջերմաստիճանը բացարձակ 0-ից սկսելով, բացարձակ 0-ում բոլոր մասնիկները պետք է գտնվեն հիմնական վիճակում։ Երբ որ մենք ավելացնում ենք ջերմաստիճանը դա ըստ էության կինետիկ էներգիան է մասնիկների, բախվում են իրար եւ այլն։ Այդ բախման ընթացքում իրենք կարող է ստանան էներգիա, որը մասամբ բնակեցնի այս վերևի մակարդակները, բայց միշտ ավելի ստորին մակարդակը բնակեցված է ավելի շատ, քան հարևան վերին մակարդակը։ Երբեք մենք չենք կարող ջերմային process-ով ապահովել այն ինչ որ մենք ուզում էինք։ Իսկ ինչ էինք մենք ուզում, մենք ուզում էինք, որ վերին մակարդակում բնակեցումը ավելի մեծ լինի, քան ստորին մակարդակում։ Դա ըստ էության չի ստացվում։ Փաստորեն մենք պետք է ինչ որ կերպ համակարգը դուրս բերենք թերմոդինամիկ հավասարակշիռ վիճակից, որպեսզի մենք կարողանանք ստանալ այն ինչ որ ուզում ենք։ Այսինքն կրկին մենք ուզում ենք, որ վերին մակարդակը բնակեցված լինի ավելի շատ, քան ստորինը, իսկ դրան հասնել կարելի է միայն, եթե մենք ինչ որ կերպ հաղթահարենք այդ թերմոդինամիկ հավասարակշիռ վիճակը։ Այսինքն մենք պետք է ունենանք մի այլ օժանդակ երևույթ, որը կոչվում է մղում, pumping, որը կարող է ըստ էության բնականon, սպոնտան ճառագայթմանը բնորոշ թերմոդինամիկական հավասարակշիռ վիճակից անցնել մեկ այլ վիճակի։ Այդ մղումը կազմակերպվում է լազերներ ստեղծելու գործում տարբեր մոտեցումներով։ Մղումը կարող է իրականացվել մի շարք, ես մի քանիսը նշեմ, եթե մենք խոսում ենք գազային միջավայրի մասին, առաջին ու ամենատարածված մղման եղանակը դա գազային պարպումն է։ Պատկերացրեք, որ մենք ունենք մի սրվակ, որի մեջ գազ ունենք, մենք այս սրվակի մեջ բնականաբար մենք սա գտնվում է հերմետիկ վիճակում, որպեսզի օդ չթափանցի, մենք ներսում ունենանք այն միջավայրը, որը մենք ուզում ենք, այսինքն ատոմային նոսր միջավայրը, եւ եթե մենք կարողանանք այս սրվակի մեջ ինչ որ հերմետիկություն ապահովելով տեղադրենք երկու մետաղական թիթեղ, այսպես կոչված էլեկտրոդներ, եւ մենք կիրառենք արտաքին լարում այս էլեկտրոդների վրա, օրինակ պլյուսը աջ կողմից, մինուսը ձախ կողմից կամ հակառակը, ապա այն մի քանի լիցքավորված մասնիկները, որոնք կան այս միջավայրում, իսկ լիցքավորված մասնիկներ միշտ կան, կամ եթե նույնիսկ չկան, լիցքավորված մասնիկներ կարող են առաքվել էլեկտրոդի մակերևույթից, արագանալով այդ դաշտում, քանի որ մենք գիտենք, որ եթե ունենք պոտենցիալների տարբերություն, ապա լիցքավորված մասնիկը, օրինակ բացասական լիցքով, ինքը ձգտում է դեպի դրական էլեկտրոդ կամ դրական մասնիկը, իոնը, դրական լիցքով մասնիկը ձգտում է տարածվել դեպի կաթոդ, բացասական լիցքավորված էլեկտրոդ, եւ մենք կունենանք կախված կիրառված լարումից, մենք կունենանք մեծ էներգիայով լիցքավորված մասնիկներ, որոնք տարածվում են մի էլեկտրոդից դեպի մյուս էլեկտրոդ։ Այդ մասնիկները հարվածելով այս սրվակում գտնվող ատոմներին կարող են տեղափոխել, փոխանցել էներգիա եւ տեղափոխել շատ բարձր գրգռված վիճակ։ Եթե ինտենսիվությունը նման մասնիկների հոսքը շատ մեծ է, ապա մենք կունենանք շատ մեծ քանակի ատոմներ, որոնք հիմնական վիճակից տեղափոխվել են որևէ բարձր գրգռված վիճակ եւ ինչ որ կասկադային անցումներով մի վիճակից մյուս եւ այլն իրանք գալիս են արդեն ստեղծում են սկզբունքորեն կարող են ստեղծել բնակեցումների բաշխում, որտեղ որևէ վերին մակարդակ բնակեցված է ավելի շատ, քան հարևան ներքին մակարդակը։ Այսինքն դա սկզբունքորեն մեզ հնարավորություն է տալիս կիրառելով բավականին փորձարարական տեսակետից հեշտ իրականացվող
մեթոդ, որը գազապարփումային ուրեմն այդ մեթոդն է, վերաբաշխել ատոմական համակարգի էներգիական մակարդակն է այնպես, որ մենք կունենանք մեզ համար պահանջվող բաշխումը, երբ որ որևէ մակարդակի վրա բնակեցումը լինի ավելի շատ, քան ստորին մեկ այլ մակարդակի բնակեցում։ Այդ կերպով մենք կարող ենք պատրաստել միջավայրը եւ փաստորեն համադրելով դա նա այդ ինչի մասին մենք մի քիչ առաջ էինք խոսում, ստիպողական ճառագայթում, ռեզոնատոր, որը ստեղծում է այդ դրական հետադարձ կապը, մենք արդեն կարող ենք ստանալ լազերային ճառագայթում։ Ըստ էության 60-ական թվականների սկզբին կարելի ասել, որ առաջին լազերը հենց գազերում աշխատող դա հելիում նեոնային լազերներ, որտեղ որպես բանող միջավայր հանդես էին գալիս նեոնի ատոմները։ Նեոնը գիտեք, որ դա պարբերական աղյուսակի տարրական մասնիկներից, տարրական ատոմներից մեկն է, եւ չխորանալով տեխնիկական առանձնահատկությունների մեջ, այդ լազերը մինչ այժմ հելիում նեոնային լազերը օգտագործում է, հելիումի դերը այստեղ մի քիչ ուրիշ է, այսինքն ինքը նպաստում է վերին մակարդակի բնակեցման առանց մասնակցելու ճառագայթմանը։ Հետագայում ստեղծվեցին շատ այլ լազերային աղբյուրներ, հիմա դրանց թիվը երևի հարյուրավոր է մշակված լազերների, բայց լայնորեն կիրառվում է դրանցից մի քանի տասնյակը։ Հետագայում լազերներ ստեղծվել են նաև պինդ մարմինների վրա, ըստ որում տարբեր սկզբունքներով աշխատող, օրինակ ենթադրենք թափանցիկ պինդ մարմնային մատրիցում տեղակայված առանձին իոնների որպես ակտիվ նյութ դրա վրա աշխատող լազերներ, այսպես կոչված պինդ մարմնային, լայնորեն կիրառվող թերևս ամենալայն կիրառություն գտած կիսահաղորդչային լազերները, որոնց մղման սկզբունքը բացարձակապես այլ է, այնտեղ փաստորեն մղումը տեղի է ունենում կրկին էլեկտրական կրկռումով, բայց այսպես կոչված լիցքակիրների պեն անցման միջով ինժեկցիայով, կան հեղուկային, ներկանյութային լազերներ եւ այլն։ Եկեք այսօր սահմանափակվենք սրանով ու փորձենք արդեն համադրել այն փոքր կտորները, որոնց մասին մենք խոսում ենք, թե ինչպես դա կարող է նպաստել քվանտային տեխնոլոգիաների զարգացմանը։ Իմի բերելով կարելի ասել, որ փաստորեն մենք եկանք այսօրվա հիմնական թեման նա էր, որ մենք ցույց տանք, որ յուրահատուկ հատկություններով լույսը, այսպես կոչված կոհերենտ լույսը, դրա մասին մենք մի քիչ ավելի մանրամասն կխոսենք հետո, շատ կարևոր դեր ունի քվանտային տեխնոլոգիաներում, քանի որ այն երևույթները քվանտային սուպերպոզիցիան, քվանտային խճճվածությունը, որի մասին ես մի թեթև ակնարկեցի, դրանք իրականացնել, իրագործել, շահագործել մեր ուզած նպատակներով կարելի է օգտագործելով որպես լուսային աղբյուր լազերային ճառագայթումը կամ լազերային ճառագայթումից առանձնացած որոշ ֆոտոնների մաս։ Այդ process-ների մասին մենք կխոսենք մյուս անգամ։ Շնորհակալություն, ցտեսություն։